Լևոն Արքայի ու Թութու լավայի մասին եմ խոսելու, ինչպես շատերը տեղյակ են, Լևոն Արքային պատիժը հասան է տնային կալանքով, այստեղ միայն շնորհակալություն պետք է հայտնել Թութու լավային, որ ինքը դատարանում չի պնդել, որ իր իրավունքները խախտված են, այստեղ հարցը իր անչափահաս աղջկան է վերաբերվում, ինքը իր մարդկային քայլը արել է, դրա համար համաներում է ստացել տնային կալանքով։ Այստեղ Լևոն Արքան մեծ քայլ կաներ, եթե ներողություն խնդրեր Թութու լավայից մասսայական ձևով, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սխալ թույլ տալու, հետո իրավունք ունի այդ սխալը ուղղելու։ Շատերը հիմա քաղաքականացնում են Facebook-ում հելել են Թութու լավայի դեմ, մի քաղաքականացեք, եթե այդ մարդը ունի ինչ-որ մի քաղաքական տեսանկյուն, ես էլ ունեմ ուրիշ քաղաքական տեսանկյուն։ Այս հարցը լրիվ ուրիշ հարց է, այս հարցը անչափահաս երեխայի է վերաբերվում։ Շատերը հիմա Թութու լավայի դեմ են, վատ մեկնաբանություններ են անում, չէ, մի արեք այդպիսի բաներ, որովհետև եթե ինքներդ ձեր կաշվի վրա զգայիք այդ ամենը, կարող է ավելի մեծ սխալ թույլ տայիք, իսկ Լևոն Արքան հետագայում ինձ թվում է ոչ fake էջեր կբացի, ոչ մի գործողություններ չի անի, որովհետև կարժանանա շատ ավելի ծանր պատասխանատվության, ու այս շատերին ինձ թվում է դաս կլինի։ Այն մարդիկ, որ սենց նոր էջեր են բացում, սենց վիդեոները տարածում են, այդ մարդկանց հետ պետք չի անդրադառնալ, եթե դուք անդրադառնում եք մեկնաբանություն եք անում, իրանք ավելի շատ են ոգևորվում ու ավելի շատ են ինտերնետներում տարածում։ Ես ինքս Թութու լավային չեմ ճանաչում, չեմ խոսացել իր հետ վերև նստված կա։ Ուղղակի ես իրան աջակցեցի, անգամ մենք որ ունենք տարբեր քաղաքական տեսանկյուններ, որտեղ այս հարցը լրիվ ուրիշ հարց էր ու պետքա մենք բարձրաձայնենք։ Ու այսպես եթե շատ մարդիկ բարձրաձայնեն իրենց կարծիքը, մենք ունենանք մի հատ շատ լավ պետություն։ Այս կամ բան իմ ընկերներին կխնդրեմ, որ այս վիդեոն տարածեն, իրենց կարծիքը այս ամեն ինչի վերաբերյալ։ Ես իմ ընկերների կարծիքը հաշվի եմ առնում, ովքեր որ մեկնաբանություններում իրենց մեկնաբանություն են թողում, ու ես ձեր կողքին եմ։ Կներեք, որ շատ նամակներ ունեմ, չեմ կարող բոլորիդ պատասխանեմ, ինքս աշխատում եմ գիշերները, ցերեկներն էլ որոշ չափի հանգստանում եմ, հիմա այդպես մի պահ ուզեցա մտնել վիդեո հրապարակել։ Ես ձեզ շատ սիրում եմ, այս ամեն ինչը թող մոռացվի, գնա մեկս մյուսից ներենք ու առաջ շարժվենք։